Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր տաղավարում իմ հյուրը հանրային քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է։ Տիկին Զոհրաբյան, շնորհակալ եմ, որ Ես եմ հրավերս շնորհակալ։ ընդունեցիք։ Քաղաքական դաշտում խառը այսպես վիճակա, ցուցակներն են հրապարակվում, ու առաջին խմբականակները, այսպես ասած 30 տեղեր, հետո Երևան մնացածը։ Դուք ցուցակներում չկայիք։ Ինչու՞։ Այդ հարցը միջև այստեղ գալն էլ ճանապարհին արդեն մի քանի քաղաքացիներ տվեցին ինձ, թե ինչու ես չեմ ուզում մասնակցել առաջիկա ընտրական process-ներին, պատասխանս շատ պարզ է, որովհետև ես չեմ ուզում լինել ընդդիմադիր падգամավոր։ Ես 14 տարի եղել եմ падգամավոր, որից 10 տարին եղել եմ ընդդիմադիր падգամավոր, այն էլ բավականաչափ adekvat իշխանության դեպքում ընդդիմադիր падգամավոր, որոնց հետ ունեինք բազմաթիվ տարաձայնություններ, բայց միմյանց քացի չէինք տալիս։ Այդ իշխանության ներկայացուցիչները գեներալին չէին ասում «դավայ արա ստուց», վրան շիշ չէին շպրտում, չէին սպառնում ականջ կտրել, չգիտեմ լեզու կտրել, բայց կրկնում եմ, լինել ընդդիմադիր падգամավոր Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան խորհրդարանում, հավատացնում եմ ձեզ, ամենայն անկեղծությամբ ես դրա ցանկությունը չունեմ, ես չունեմ չբավարարված ամբիցիա, որ չորեքշաբթի օրերը հերոսական գնամ, հերոսական հարցեր տամ կառավարությանը, հետո իմ հարցը կտրեմ, հերոսական դնեմ սոցիալականի մեջերում, հետո մեր ակտիվիստները տակը ծափահարեն, իսկ իրականում երկիրը գնա անդունդ։ Պատասխանս շատ կարճ է, ես ընդդիմադիր падգամավոր լինել չեմ ցանկանում։ Այսինքն դուք որևէ ուժի հետ հույս չեք կապում, որ կարողա դառնա իշխանություն, եւ դուք եք լինեք ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանական։ Մի հատ նայեք, տեսեք, թե ինչա կատարվում ընդդիմադիր դաշտում։ Քիչ առաջ մենք լսեցինք Ապահարզանը, Հայաքվեի եւ Միասնության թևերի, այն ինչի մասին ես 10 օր առաջ ասել էի եւ Հայելի ակումբում գրազ էի եկել, որ երկու իրար տիպի ուժեր, մարդիկ, կերպարներ չեն կարող, դա անհնար է։ Կարծում եմ գրազս կշահեմ։ Մի հատ նայեք, թե հրապարակում են ընդդիմադիր ցուցակները, ընդդիմադիր քաղաքական ուժերի ցուցակներն են ամեն օր սենց մեծ ֆեյերվերկներով, մեծ պրեզենտացիաներով հրապարակում են։ Նայում ես ցուցակները, մտածում ես, որ տայր Նիկոլ Փաշինյանին, որ գրեր ընդդիմադիր խմբակցությունների ցուցակները, երևի ավելի մրցունակ ու ավելի արժանապատիվ ցուցակներ կգրեին։ Կներեք, որ ստիպված եմ սա ասել, բայց քանի որ ես որևէ բանով կաշկանդված չեմ, հա, եւ ուզում եմ, որ ինչ որ բան փոխվի մեր երկրում, ես իմ միսիան եմ համարելու առնվազն մինչև հունիսի 7-ը հանրությանը զգուշացնել նաև տարբեր ընդդիմադիր ականների մասին, որտեղ մեր ժողովուրդը հերթական անգամ չգնա եւ ոտքը չդնի պայթող ականի վրա, որտեղ այս պայթյունը, այս անգամ պայթյունը լինելու է ուղակի ճակատագրական։ Ում ցուցակներ առավել անակնկալ ձեզ համար, այսինքն կային ցուցակներ, որտեղ անհայտ ցակման աստղերի ցուցակեր մի տեսակ sense շատ էին անհայտները, կային ցուցակներ, որտեղ անհասկանալի դասավորումներ էին, թիմի են շարժող ուժը, շարժիչ է, այսպես ասած, մղված էր դռներից դուրս ակնհայտորեն ոչ անցողիկ տեղերում։ Ձեր մոտ ում ցուցակը այսպես անակնկալներով ես չեմ ուզում, ես հասկանում եմ ակնարկը, որ նաև Բարգավաճին էր վերաբերում, որի ցուցակը շատերի համար անակնկալ էր, որտեղ այո կուսակցության այսպես հա դեմքերը, որոնցով ասոցացվում է կուսակցությունը չկային եւ կային ինչ որ անհասկանալի դեմքեր, օրինակ ասենք պատերազմից հետո Նիկոլի հետ արտաքին գործերի նախարար աշխատածը եւ այլն, որ կարծում եմ, որ առնվազն հայկական Նյուրնբերգում առնվազն դեռ ինքը վկայի կարգավիճակով պիտի հարցաքննվի պարտադիր։ Այո, նայում ենք նույն Մերձևովի ցուցակը, գիտեք, ես չգիտեմ այդ մարդկանց պոտենցիալը, տա Աստված, որ այդ պոտենցիալը իրապես լինի իրական, բայց ես մի այլ բարոյական բանի մասին եմ ուզում խոսել, որը ինձ համար անչափ կարևոր է։ Երբ որ Բակրատ Սրբազանի շարժումն էր, այդ բոլոր այդ փողկապով առանց փողկապի երիտասարդները, այդ որ հիմա Մերձևովի առնվազն առաջին 30-յակում են, հա, այդ թվում նաև Նիկոլի տիկտոկեր փոխնախարարը, հա,
իրանք բոլորը, գիտեք, ինչ էնտուզիազմով էին մասնակցում Բագրատ Սրբազանի բոլոր ժողովներին, չգիտեմ, այդ սպիկերների ֆորմատ էր ստեղծվել բոլոր քննարկումներին, օքեյ, դա լավ է, որ այդ պրոյեկտը չստացվեց, հիմա իրանք սահուն տեղափոխվել են այնտեղ, բայց գիտեք, ես այնքան կուզենայի, որ ամեն 5 շաբթի, երբ որ ես գնում եմ Բագրատ Սրբազանի դատին, չբացակայում եմ միայն այն ժամանակ, երբ որ երկրում չեմ լինում, ես այտենց Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ մեր սենց արմունկներով բրթող, որ Սրբազանի կողքը կանգնեն, այդ մարդկանցից որևէ մեկին, ես Բագրատ Սրբազանի եւ 18 արդարների դատին տեսնեի, որովհետեւ ինձ համար անչափ կարեւոր է քաղաքականության մեջ նաեւ բարոյականությունը, սկզբունքայնությունը, որպիսի ես եւ իմ նման մարդիկ չմտածենք, որ սրանց կռիվը ընդամենը մեկ մանդատ պրճոկելու համար է, եւ ես ձեզ վստահեցնում եմ, հանրության գերա, երբ որ մենք նայում ենք բոլոր սոցիոլոգիական հարցումները, հա, ամենավատ թիվը մոտ 50%, 48-ից 50% ասում է, որ ինքը չի գնալու ընտրության, որովհետև որևէ մեկին չի հավատում, այն մարդիկ են, որ մտածում են, որ այս ընդդիմության գերակշիռ մեծամասնության կռիվը մի մանդատի կռիվ է։ Կա նաև բոլորին դեմ շարժումը, հենց այդ ձեր ասած մարդկանց ոտքի հանելու եւ ընտրատեղամաս բերելու, սա աշխատող տարբերակ է, թե չէ ընդհանրապես, ինչ կասեք ես։ Ես չգիտեմ իրանց օրակարգը, իրանք բոլորին դեմ են, որպիսի այդ ապատիկ մասսային տանեն քվեարկության, թե բոլորին դեմ են, որպիսի այդ ապատիկ մասսան մնա տանը եւ Նիկոլը շահի, որովհետեւ եթե այդ ապատիկ մասսան մնում է տանը եւ ընտրական մասնակցություն լինում է ցածր, ապա այդտեղ Նիկոլ Փաշինյանը լուծում է իր սպառնալիքը սահմանադրական մեծամասնություն լուծելը, որտեղ ես չգիտեմ, այդ բոլորին դեմը Նիկոլի պրոյեկտ է եւ իր նպատակը, որ բոլորը վատ են, չգնաք ընտրատեղամաս, ես էլ ասում եմ, նույնիսկ եթե չեք հավատում ընդդիմությանն էլ, ընտրատեղամաս գնացեք, ընտրական գնացեք ձեր քվեաթերթիկը փչացրեք, եթե կարծում եք, հա, որ բոլորը վատ են, հա, որ չլինի քաղաքական մենաշնոր, բայց անպայման գնացեք։ Տիկին Զորաբյան, քաղաքական դաշտում գրեթե բոլոր հիմնական խաղացողները հայտարարում են, որ Քոչարյանը լավ կանի գնա հանգստի։ Երեկ էլ Ծառուկյանը ասաց, որ Քոչարյանը իրանը արելա, պետքա գնա հանգստի։ Նարեկ Կարապետյանը պաշտոնական հայտարարեց այդ մասին, այսինքն բոլոր ուժը Թաթոյանը ընդհանրապես ասում է Սերժ Սարգսյանը, Քոչարյանը քաղաքական դաշտից լավ կանեն հեռանան։ Ձեր կարծիքով Քոչարյանը ընդդիմությանն է խանգարում, դե օգնում է վերարտադրվել Նիկոլ Փաշինյանին իր մասնակցությամբ, թե չէ։ Տեսեք, ես մի պահ մտածում էի, որ Հանրապետական կուսակցությունը սխալ որոշում կայացրեց, որ չմասնակցեց ընտրություններին, որտեղ ակնհայտ է, չէ, որ առնվազն 4%-ի շեմ իրենք, եթե ցուցակում լինեին Աշոտյան, Շարմազանով, Էդուարդ, Աննա Մկրտչյան, այսինքն այդ իսկապես կայացած դեմքերը խնդիր չէր լինելու, բայց ես հիմա նայելով այս ամբարո քացիները միմյանց ընդդիմադիր դաշտում սենց Իսկանդերը լապատկան առած իրար տակ են փորում, սա աբսուրդ է, հասկանում եք, Նիկոլին մոռացել են եւ իրար դեմ են պայքարում եւ այս ամբարո, այս ճղճիմ, այս ցածրակարգ միջավայրում ընդդիմությունը ուզում է, որ ժողովուրդը գնա եւ իրանց ընտրի, երբ որ նայում ես ընդդիմադիրների օրակարգից կարծես թե Նիկոլը վերացել է, իրանք միմյանց դեմ են պայքարում եւ այս իրավիճակում, գիտեք, երբ որ ես երեք նայում էի որոշ ուժերի այդ, չգիտեմ էլի, այդ միմյանց հանդեպ այդ նողկալի, ինչ ասեմ, զզվելի պլինդուզից ցածր արտահայտությունները, իմ գործընկերներից մեկին լրագրող ասեցի ինձ մի հատ հիշացրա, որ ես առավոտը Ռիփսիմեի մոտ հարցազրույց գնալուց առաջ պիտի մտնեմ Սուրբ Աննա, մեր տան բակի Սուրբ Աննա եկեղեցին մի հատ մոմ վառեմ, որ ես այս զզվելի, այս պլինդուզից ներքև, այս մանդատի համար այս կոկորտ կրծոցին չեմ մասնակցում, շատ ամոթ է, եւ այս իրավիճակում իրանք ուզում են, որ Նիկոլը իր սպառնալիքը կյանքի չկոչի եւ սահմանադրական մեծամասնություն կամ առնվազն մեծամասնություն չվերցնի,
Պարզ է, ես հասկանում եմ ձեզ, որ քաղաքական դաշտում բնականաբար նոր մարդ չեք, լիքը բան եք տեսել քաղաքական Այո, դաշտում, նաև այս խառնիճաղանճ վիճակներն եք մի քանի անգամ տեսել ամեն ընտրական այո, process-ից առաջ այս ցուցակներ կազմելը եւ այլն, բայց մեր քաղաքական դաշտում շատ չեն կին կայացած հանրային գործիչները եւ իրենց պահանջարկը դաշտում իսկապես կա։ Դուք եթե քաղաքականությամբ չեք զբաղվում եւ ընտրությունները ամենամեծ քաղաքական միջոցառումն են, հա, երկրի։ Եթե դրան չեք մասնակցում, բա դուք ինչ եք անելու։ Ասելի Ռիփսիմե, ես 5 տարի է խորհրդարանում չեմ եւ հենց հիմա AI-ին հարցրեք Հայաստանի ամենաակտիվ, ամենաազդեցիկ, Սպասեք հենց հիմա հարցրեք, Հա, տեսեք քանի անուն ա բերելու։ ահա, Բնավ պետք չի խորհրդարանում լինել քաղաքական պայքարի առաջի գծում լինելու համար։ Բացարձակապես բնավ պետք չի գնալ չորեքշաբթի օրերը Նիկոլին հարցեր տալ, երեքշաբթի օրերն էլ հայտարարությունների ժամին հերոսական հայտարարություններ անել։ Եթե այս իշխանությունը մնում է, հա, ապա ես բացարձակապես չեմ ուզում, որ ինչ որ մի պայմանական Վահագ Ալեքսանյան կամ ինչ որ մի պայմանական Ալեն Սիմոնյան ինձ ասի «Դավայ ստուց, արա», հա, ինչպես ասում են գեներալին եւ պատասխան չեն ստանում, ըհը, որովհետեւ ի տարբերություն այդ գեներալի ես պատասխանը տալու եմ։ Իհարկե, իմ հանձնաժողովի նախագահ աշխատած տարիներին ես շատ բան եմ արել, որ կանանց եւ անչափահասների գաղութը լինի բարեկեցիկ, բայց ես չեմ ուզում գնալ գաղութ, որտեւ այդ պատասխանը ես անպայմանորեն տալու եմ։ Ի տարբերություն այս ընդդիմության, որ իրանց վրա ջերմուկի կամ բժնի շիշ են շպրտում եւ իրանք լռում են։ Իդեպ այս ընթացքում ChatGPT-ին Այո, հարցրեցի, որպես նախկին ազդեցիկ քաղաքական գործիչներ, 3 անուն նշեց Հրանուշ Հակոբյան, Լարիսա Ալավերդյան, Նաիրա Զոհրաբյան, իսկ այսօրվա բաներից նշում է Աննա Հակոբյան, Լիլիթ Մակունց, Աննա Գրիգորյան, Կրիստինե Վարդանյան անունները, ահա, այսինքն ամեն դեպքում նախկին է համարում, հաշվի առնելով, որ քաղաքական պաշտոնատար ինքը դա անց չեք համարում է ու արդեն պաշտոնատար, ես այո, կրկնում եմ, սխալ է դա մի քիչ հա, ընկալում։ սխալ է, դա էական չի, Ես ամեն դեպքում հարցումը տվեցի հա, ամենաազդեցիկի պահով։ հա, ամեն դեպքում ես Ամեն գտնում եմ, դեպքում որ բացարձակ բայց քաղաքական դաշտում դուք անելիք գտնում եք, ունեք թե չունեք, ես Գիտեք, խնդիրը։ ես անելիք ինձ համար իմ Ըհը, դեդլայնը սահմանել եմ մինչև հունիսի 7-ը։ Ես ձեզ անկեղծ ասում եմ։ հա, Մինչև հունիսի 7-ը եւ եթե կլինեն հետընտրական process-ներ, ինչին առանձնապես շատ անկեղծ լինեմ, չեմ հավատում, որովհետեւ ես այս պահին Հականիկոլ ճամբարում չեմ տեսնում այն ուժը, որ օրինակ պատրաստ է ավտոբուսի առաջ նստելու, պատրաստ է ինչպես Նաիրա Զոհրաբյանը ասֆալտին նստելու, չեմ տեսնում, ես այդ փափլիկ ջերմոցային այդ պերսոնաժների մեջ, այդ գալստուկով պանելային քննարկման գուրուների մեջ չեմ տեսնում Նիկոլի նման մեկին, որ կարա այդ կերպ հա փողոցային պայքար տանի եւ նաեւ նույն Աշոտյանի նման, հա, ով կարա եւ միջազգային կառույցներում խոսա եւ կարա փողոցում ուղակի փողոցային պայքար տանի։ Ես ինձ համար ունեմ իմ սահմանը, եթե այս իշխանությունը վերարտադրվում է, բայց ցավոք սրտի այս պահին ես ավելի ուրիշ կանխատեսում կարծես թե չունեմ այս պահին, ես չգիտեմ վաղը, մենք հա, այնպիսի իրավիճակում ենք այո, ապրում, որ վաղը ամեն ինչ կարող է փոխվել, եթե լինելու է Հայաստանի 4-րդ հանրապետություն, որը լինելու է թուրքական ինչ-որ վիլայետ, մաքսիմում կարան թույլ տան, որ այնտեղ Հայատար Էրմենիստան գրված լինի, որտեղ երբ որ մենք նայում էինք, ընդամենը վերջերս Բաքվում հերթական հա Խոջալուի ճակերտավոր ցեղասպանության համաժողովի ժամանակ Ալիևի ելույթը հենց այդ մասին էր, որ Հայաստանի նոր 4-րդ հանրապետությունը լինելու է Արևմտյան Հայաստանի դեպ երեկել նորից, էլի խոսում էր մեծ վերադարձ ծրագրից եւ նորից դիմում էր Հայաստանի իշխանություններին ասելով, որ մի ձգեք ժամանակ, դուք չեք կարողանալու այդ հարցը փակել, որովհետեւ 300,000 ադրբեջանցիներ, նրանց սերունդները իրավունք ունեն վերադառնալու, ուրեմն իրենց հայրենիքը։ Գիտեք, շատերը հարցնում են, ասում են ինչն է, էլի, ասենք, այս իրավիճակում նաեւ ինչ անում Նիկոլը, հա, այն օրը պատահաբար իմ ձեռքը ընկավ 1956 թվականին, ուրեմն Գյունտեր Անդերսի մի հրապարակումը ինչպես մանիպուլացնել հասարակությանը եւ երբ որ կարդացի ինձ թվաց էս ուզում եմ Գյունտերի տեղ ասեի Նիկոլ դու ես, որովհետեւ ֆանտաստիկ էր գրված այն ինչ որ հիմա Նիկոլը անում է, այսինքն
ապահովել հսկայական շեղում հասարակության եւ կրթության միջև, խրախուսել անգրագիտությունը, ամեն ինչ անել, որ բանականությունը անջատվի մասսայի, որպիսի մասսան չտա հարց, ինչու, ինչի համար, բա ինչա լինելու եւ ամենակարևորը հասարակությանը տալ տոնակատարություններ, տալ շոուներ, նրան անընդհատ ներարկել եւ ներշնչել, որ ինքը երջանիկ կա, որ ինքը լավ է ապրում, ուստի երբ որ այստեղ մի բաներ կար, հա, շշմելու այդ ուրեմն Գյունտեր ուրեմն Անդերսի, որ անընդհատ ուրեմն մասսաների համար տեղեկատվությունը պիտի լինի ցավազրկված, այսինքն ոչ մի նեգատիվ, այն ինչ որ Նիկոլը անում է, սրտիկներ, այդ դիսկոտեկա, խվածքաբլիթներ, կրծքանշաններ, պաչիկներ, բանտիկներ, դիսկոտեկաներ եւ այլն, այսինքն մեր հասարակությունը ստանում է ռաֆինացված, ցավազրկված, ինչպես դեռ 1956 թվականին ասում էր Գյունտեր Անդերսը, տեղեկատվություն եւ դրա համար է այս մանիպուլատիվ կոդերը աշխատում է եւ ինչպես նաեւ ուրեմն Բերտրան Ռասելներ, հա, ես եմ ուզում հիշացնել ժամանակին ասում, թե ինչպես է էլի ծնվում ֆաշիզմը, ասում է երկու բան է պետք, ուրեմն ֆանտաստիկ աշխատել հիմարների հետ, հա, հիմարացնել հասարակությանը հիմարացնելուց հետո փակել խելացիների բերանը, լռեցնել, ինչը մենք տեսնում ենք, ցավոք սրտի, ինձ համար շոկային էր, հա, այն երկու եղբայրների Դավիթի եւ Միքայելի եւ նաեւ դատաբժշկի փորձաքննությունը, որ Միքայելը ստացել է բաց ուրեմն գանգուղեղի վնասված եւ ուղեղի ցնցում եւ առ այս պահը, հա, երեխայի խափանման միջոցը փոխված չի, բայց ինձ համար շատ ավելի զարհուրելի էր, որ անգամ այդ լուրի տակ, որ երեխան ստացել է փակ գանգուղեղային վնասված, ինչ ասեմ, հիմա որոշել եմ հայհոյանք չտալ, ես ինձ համար այդ իմ գիծը գծել եմ, հա, որպիսի չնմանվեմ, հա, հայհոյող Նիկոլականի, բայց ես հասկանում եմ, չէ, որ այդ մարդիկ, այդ անիծող, այդ հայհոյող սեգմենտը, ահա այս Գյունտեր Անդերսի բթացնել հասարակությանը եւ նրան զրկել հարցեր տալու ունակությունից, մի օր այդ մարդիկ պատասխան տալու են, չէ։ Հա, բարձ է։ Տիկին Զոհրաբյան, դուք ասացիք, այս ընդդիմության ցուցակետը Փաշինյանը կազմել մոտարապես նույնն էր լինելու, Չէ, ավելի ոնց, ավելի լավ էր լինելու։ Փաշինյանը կազմել, ես կարծում եմ, եթե ընդդիմության ցուցակը կազմեր Փաշինյանը, ավելի մրցունակ եւ ավելի adekvat էր լինելու։ Հա, ընտիր ցուցակ ավելի կլիներ։ Այսինքն ըստ էության ներկայիս ցուցակները եւ ընդդիմությունը լավ մրցակից չի իրականում իշխող ուժին, ուզում եք ասել, եւ անատամ է, հա, այսպես մի բառով ասենք, անատամ ընդդիմություն է։ Դուք դեռ ատամներ տեսնում ինչ-որ ատամնաշար տեսնում եք։ Բայց եթե վտանգ չի ներկայացնում իշխող ուժի համար, իրենք էլ իրենց ընթացքով, ուրախ ավտոբուսով, շաուրմայով, պերաշկիով, սուջուխով, բանով փարթիները անելով գնում են առաջ։ Բայց ինչի համար էր իշխող ուժը, այսպես ափալ-թափալ, արտահերթ նիստով բերում անցկացնում ընտրական օրենսգրքի փոփոխություն, ասեմ, վայ, այնտեղ մի հատ մատներս կպտել է մկնիկի վրա, ասենց տողի փոխարեն մի հատ բարբերություն է դուրս թռել, ու սրանից հետո պետքա Սամվել անունով պարզ ասած էլի ավելի հստակ ասած պետք է անձնանուններով Նիբուդիմ գավարից кто хотя это был Слонён հա այդ տարբեր այդ անունով մարդիկ չպիտի կուսակցությունների անուններում իրենց անունը լինեն մի խոսքով ուզում են խնդիրներ խոչընդոտ ստեղծել հայտնի ուժի համար այդ դեպքում ինչի են տենց անում տեսեք ես ունեմ այդ իմ հարցի բացատրությունը որովհետև հասարակության մեջ կա մի տոկոս ես չեմ կարող այդ տոկոսը չափել որը պոլիփետել լինի այսին կոշիկի կրունկն լինի գնալու է ընտրի մենակ Նիկոլը չլինի եւ կապ չունի ընդդիմադիր որ ուժին իր քվեն տալու այսինքն հասարակության մեջ կա մի անտի-Նիկոլ սեգմենտ եւ դրա մեջ գրեթե արցախցիների բռնի տեղահանված են որ ասում էր չփախնեիք ես այն օրը ինձ արցախցիներից մեկը ուղարկել այդ արյան հետքերը երբ որ երեխայի են անասունները գնդակահարել այսպես
ամբողջ ճանապարհը արյուն էր, երեխայի արյունն էր, հիշում եք այն եղբայրներին, որ հետո մասիվում հուղարկավորեցին, հասկանում եք, էտա, այս մարդը ասում է թռել եք, փախել եք, այդ սեգմենտը անպայմանորեն գնալու եւ ջնջելու է Նիկոլին եւ ընտրելու է որևէ ընդդիմադիրի անկախ նրանից, թե այդ ընդդիմադիր ցուցակներում քանիսը ունեն ատամ եւ քանիսն են անատամ, բայց դուք պատկերացնում եք այդ ընդդիմադիր հականիկոլ ճամբարում լինեին իսկապես կռվի համար մարտնչող կերպարներ, լինեին կերպարներ, ովքեր եթեր գնալուց առաջ չեն գնում մի հատ մակիաժանում ֆենում, նոր գնում հարցազրույցի, հասկանում եք, ովքեր սովոր չեն, ովքեր ջերմոցային պայքարից են կողմ, ուրիշ բանի պատրաստ մարդիկ չեն։ Զորաբյան կա քաղաքական դաշտում նման մեկը, որը արատավորված չի, որի անունը ինչ որ բաների հետ կապված չի, կոռուպցիոն գործարքներ, գործեր, թմրամիջը, չգիտեմ, ամեն մեկին ինչ որ մի գործով բան են արել, կեղտոտել են, դա բացարձակ Նիկոլի օրակարգն է, երբ որ ինքը անընդհատ բոլորին ուզում է պիտակավորել այս տրամաբանությամբ, եթե հիմա մեղա Հիսուս Քրիստոսը նորից հարություն առներ եւ գար Հայաստանի ընտրական process-ին մասնակցել, ոնց Նիկոլ Փաշինյանն ասելու էր ինքը նախկինը հələ մի հատ գնացեք տեսեք Բարաբայի հետ ինչ պայմանավորվածություններ ա ունեցել, հասկանում եք, այսինքն այդ կներեք կոպիտ բառի համար այդ նիկոլական կուտը, հա, որ մենք նայում ենք տարբեր ուժեր, մենք սրա հետ գործ չունենք, սա սենց, սա բացարձակապես եւ միանշանակ նիկոլական օրակարգ է, որտեղ Նիկոլից ավելի հին, Նիկոլից ավելի հնամաշ, Նիկոլից ավելի բոլոր իշխանությունների ժամանակ տարբեր ռասկլադներով եղած գործիչ չկա, բայց վիդիցիլի ինքը մշտապես նոր է, մշտապես թարմ է, մշտապես ակտուալ է, մշտապես ֆրեշ է, մնացածները մշտապես հին են, սա թալանչի են, ես չգիտեմ ինչ է, կոռուպցիոներ են, մի հատ նայեք էլի, մի հատ բացեք հետքը, մի հատ նայեք, տեսանք մեր ձևովի Ալիկը ազգանունը չեմ հիշում, կանգնել էր Արարատ Միրզոյանի ասաբնյակի առաջ, Արարատ, Պիրիսոսի վարկը փակել ես, հա, ենթադրում եմ, բայ դղյակ է, հերոստացույցին է, հա, չէ, Պիրիսոսը փոշեկում է իրանց փողով էին արել, բա տեսանք, չէ, դղյակը, բա ես էլ եմ այդ արդար քրտինքից ուզում էլի, Արարատ, մի հատ կարաս ինչ որ տենց ինչա բաչոկի մեջ այդ արդար քրտինքից հավաքես, ես էլ մի հատ այդ դղյակից ունենամ, շատ ճաշակով դղյակ երի դեպ, բա այդ ինչա դրա անունը, Ռուբինյանն ասում է խեյետի դղյակ է, հա, չէ, ուրեմն արի ես իմ Աբովյան փողոցի Խրուշովկայի տունը տամ քեզ, եթե դա դղյակ չի, շատ սիրուն ռեմոնտ արած։ Քո կանաչ թաղթաղամասի։ Այո, սիրով, նոր կառուցված տան հետ։ Այո, սիրով։ Հիմա առաջարկում եմ Արարատ Միրզոյանի, եթե ըստ Ռուբինյան դա դղյակ չի, իմ տունը շատ փոքր է Խրուշովկայա, բայց շատ սիրուն, շատ ճաշակով վերանորոգել եմ, արի տամ քեզ, այդ չդղյակը տուր ինձ, հասկանում եք, բայց մենք նայում ենք, չէ, այս որ ես խոսեցի, այս փիլիսոփաների, հա, այս տեսությունը նաև, հա, հանրությանը հիմարացնելու, չէ, հիմա նայում ենք հարցում են անում, ասում ես նույն Ռուբեն Ռուբինյանի նման մտածում է նիկոլական սեկտայի յուրաքանչյուր անդամ, ասում է, բա հասնում է, բա հալալ է, բա պիտի լինի, բա իհարկե, ասում են, բա նախկինները կամ պարգևատրումները ասում ես, ասում է, բա նախկինները թաքուն էին անում, այս նրանք այսինքն մենք ազնիվ իրանց գրում են միլիոններ ստանում են, այո, հենց այդ է եւ բայց մենք հասկանում ենք, որ սա շատ լրջագույն խնդիր է մեր այս հասարակության մի շատ զգալի սեգմենտի, շատ դեպքերում մենք այսպես ծիծաղում ենք, հումորի ենք տալի, հա, ես օրինակ իմեջին սա ողբերգություն է, ռիփսի մեջ է, նախորդին իմեջին եկավ, սա այո, սա իսկապես լուրջ դիագնոզ է, նախորդին իմեջին եկավ 18 թվականին տարիքով մի հատ մարդ ասում են անունդ ինչ է, ասում է Նիկոլ, ասում է, բայց ես մինչև 18 թիվը Գագո եմ եղել, հետո փոխել եմ անունս Նիկոլ, Գագո, կարող է իշխանություն փոխվի, Նիկոլ արդեն անունդ փոխես Սամվել, կամ ես Արման Թաթոյան օրինակ, հասկանում եք, մենք ծիծաղում ենք, բայց սա իրականում ողբերգություն է, այո, փոխել էր, դառել էր Նիկոլ, տարիքով 60-ից մոտ մարդ էր, հասկանում եք, սա ողբերգություն է, այդ կադրերը չես տեսել, չէ, ճիշտ ասած առաջին ասում է, ես Նիկոլն եմ, բայց ասում է, ասեմ, նախկինում մինչև 18 թիվը անունս Գագո է եղել, հեղափոխության օրերին եմ փոխել,
չգիտեմ, վարորդ էր երևի երթուղայինի, որտեղ հարցազրույցը լրագրողը այսպես երթուղայինի մեջ նայում եմ, ասում եմ, ամեն դեպքում ինքը պսիխո հանձնում ա, որ վարորդ լինի, թե չէ ուրիշ բան կարայինք մտածեինք, չէ, այսինքն adekvat ա, եւ այդ մարդը հեղափոխության օրերին գնացել ա իր Գագո անունը փոխել ա, դարել ա Նիկոլ եւ երթուղային ա քշում։ Հիմա այդ ուզում եմ դիմեմ Գագոյին, Նիկոլ Գագոյին, ոնց ես, կաղա մի հատ էլ դաբլ նորից անունդ փոխես, եթե հանկարծ մի հատ հունիսի 7-ին Նիկոլի սպառնալիքը չիրականանա եւ ասեմ Լավա Աննա չի եղել, թե չէ Գագոն Աննա էր դա։ հա, լավա Աննա չի եղել, թե չէ Գագոն Աննա էր դառնալու։ Հա, սա абսուրդ է, հա։ Պարզա, իսկ Հիսուս Քրիստոսից խոսեցիք, Քրիստոսի արձանը կառուցած Ծառուկյանը ասում է, ճիշտ է, ես Հարվարդը չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցը 5-երով եմ ավարտել, ու Նոյան Տապանաստեղծում եւ այլ դուք հավատում եք այդ Նոյան Տապանով փրկության գաղափարին նոր քաղաքական դաշտում։ Ում Նոյան Տապանով։ Ծառուկյանի։ Տեսեք, ես ունեմ ոսկի սկզբունք ինձ համար Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ իմ աշխատած տարիների մասին չխոսել, բայց ես բնականաբար ես ասել եմ եւ պնդում եմ, որ այո, ես լրագրող էի, ես լավ լրագրող էի, բայց մեր երկրում բազմաթիվ լավ լրագրողներ կային եւ Գագիկ Ծառուկյանը ինձ տվել է հնարավորություն դառնալու Նաիրա Զոհրաբյան, բայց ես չեմ կարող ասել, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ եղել են, կան եւ վստահաբար ցավոք սրտի շարունակելու են լինել ստախոսներ, հետույքա բնակներ, լաքեյներ, քծնողներ, որոնք շարունակելու են այդ մարդուն մոլորեցնել, բայց դա արդեն ցանկացած մարդու խնդիրն է, եթե ինձ մեկ անգամ են խաբում, հետո երկրորդ անգամ, հետո երրորդ անգամ եւ հետեւություններ չեն արվում, ես կրկնում եմ, ես իրեն շնորհակալ եմ այն հնարավորության համար, որ ինքը ինձ տվեց դառնալու Նաիրա Զոհրաբյան, երբ որ ես գնում եմ աշխարհի ամենահեռավոր տեղ, օրինակ Մոնտեվիդեոյի ծովի ափին եւ մտածում եմ, որ գոնե այստեղ ինձ չեն ճանաչելու եւ ճղած ջինսերով ոտաբոբիկ դուրս եմ գալիս, մեկը ասում է աման Դիգին Զոհրաբյան, ասի դա դուք եք, այո, բայց նաեւ ցավով եմ ասում, որ այդ ավանդույթը գծնելու, խափելու, սխալ տվյալներ ներկայացնելու, սուտ ասելու, մոլորեցնելու այդ ինստիտուտը ցավոք սրտի շարունակվում է, դա վատ բան է։ Տիկին Զոհրաբյան Հայկ Մարությանը նույնպես քաղաքական դաշտում այսպես նորից գալիս է, հայտնվում է իր շնորհանդեսին, հա, ծրագրի ներկայեի, այսպես անուններ էր դնում տարբեր քաղաքական ուժերի, ցույց էր տալիս խաղաղությունը, այսպես պաստառի վրա, ասում էր, երբ մի քիչ ուշադիր ենք նայում, տեսնում ենք հետևում Ադրբեջանի դրոշներ, որ թշնամին է, Գագիկ Ծառուկյանի շուրջ տվեց, ասեց բանը, բելարուսական սոուսով է այդ ամենը, ակնարկեց նաև Արման Թաթոյանին, որ մարդիկ կան, որ ասում են մենք թաթախված չենք ոչ մի բանի մեջ, բայց երբ որ սենց շատ ուշադիր ես նայում, տեսնում ես, որ ոչ մի բան չեն արել, սպիտակ թուղթ էր հետևում, այսպես սենց անուններ դնելով գնում էր, բա լավ, բա ինքը իր հետևում ով է, ում եք դուք տեսնում։ Օրինակ, եթե ես վերցնեմ եւ Հայկ Մարությանին շուր տամ, ես կարող եմ համաձայնել իր գնահատականների հետ, որ ում շուր ես տալի հետևից ում սիլուետն է երևում, բայց եթե շուր տանք օրինակ Հայկ Մարությանին, երևալու է սև ու սպիտակ օրինակ մի այսպես A4 ֆորմատի թուղթ, դա ամենազարգուրելի, ամենավտանգավոր, որովհետեւ հենց իր շուրթերից սկսեց մենք սպիտակ ենք, մյուսները սև են, երբ որ 18 թվականից այս հասարակության մի մեծ սեգմենտի սենց հերոինը սրսկում են, թե քթներին են քաշում։ Չգիտեմ, ինչ որ է, լավ, ընդունենք, որ սրսկում են, հա, լավ, նստեցրեցին նարկոտիկի ասեղին, դրա հայրերից մեկը, հա, դրա այն որ ասում է հիմնադիր հայրերից մեկը սև ու սպիտակի մեր հասարակությունը բաժանելու, որ այսօր մենք ունենք ընտանիքներ, որ բաժանվում են իրարից, որտեղ մեկը կա իմ բարեկամների մեջ կա Փեսան Նիկոլական ա եղել հարսը անտի-նիկոլական, չեն կարողացել բաժանվել են դրա մեծահասակներն էլ տատի պապի մեծ տարիքում բաժանվում են, հա, դրա հիմնադիրներից մեկը Հայկ Մարությանն է, որ Հայկ Մարության, որ ինչ որ տենց սլայդներ շրջես, ամեն դեպքում աշխատի այդ սև ու սպիտակ մայկայով լինես, որտեղ դու ես պատասխանատու նաև, այսօր այս տոտալ ատելության, այս չարության համար, որ 18 տարեկան լույսի նման պայծառ երեխայի, որին ես նայում եմ այդ երկու եղբայրներին, ասում եմ, Տեր Աստված, այս դեմքերը, այս եղբայրներին ծանոթ
մոտ են, որտեղ եմ ես այս տղաներին տեսել, հետո հիշեցի, որ մեր բակում է Սուրբ Աննան, ամեն կիրակի այդ երկու եղբայրներին Գալիս են, տեսնում այո, էի նրանք աղոթագիրքը ձեռքներին, աղոթք անելիս եւ Հայկ Մարության, որ այսօր Դավթի եւ Միքայելին յութերի տակ ամենանողկալի անեծքներն են գնում, փնթի կեղտոտ անլվա կնիկները եւ կնիկանման տղամարդիկ, դրա պատասխանատուն նաեւ դու ես քո այդ սև ու սպիտակով։ Շատ են ձայները փոշիացնողները այս ընտրություններում։ Ամենակարևոր հարցը տվեցիք, որտեվ ես այս պահի դրությամբ այն քաղաքական ուժերը, որոնք արդեն հայտ են ներկայացրել մասնակցելու, ես անուններ չեմ տալու, չեմ ասելու, որը չի հատելու շեմը, որպեսզի չասեն, գնացել է հակաքարոզչություն անում, Նիկոլիդ պետք չի, որովհետև հա պետքը չի, բայց առնվազն այս պահի դրությամբ ես հաշվել եմ, որ մոտ 10% ձայն փոշիանալու է, ես վստահ եմ, որ այդ թիվը մեծանալու է, իսկ մեր ընտրական համակարգով, ընտրական օրենսդրությամբ, եթե հաշվենք 10% փոշի, այդ փոշիից առնվազն 4.5%-ը գնալու է Նիկոլ Փաշինյանին, ուստի եւ ես հասկանում եմ, որ անմիտ է հիմա կոչս դիմել են քաղաքական ուժերին, ովքեր լավ գիտեն, որ անցողիկ շեմը չեն հաղթահարելու, մի կողմ դրեք ձեր բոնապարտիզմը եւ եթե ձեր նպատակը իրապես մեր պետականության անկումը կանխելն է, առնվազն պիտի լինի 2-3 խոշոր միավոր, որտեղ այնտենց մի հատ թես կար չէ, սաղ ընդդիմադիրները գնա մի ցուցակով, դա աբսուրդ է, դա չէր լինելու, դա չէր, բայց չէին հասնի ընտրությունների, չէին հասնի, դա չէր լինելու, չէր աշխատելու, բայց առնվազն այդ ուժերը պիտի հասկանան, որ այդ ձայները, որ փոշիանալու են, դրանք գնալու են Նիկոլ Փաշինյանին։ Հիմա եթե ձեր միջև հակակրանքը միմյանց հանդեպ այնքան մեծ է, կամ դուք այնքան վստահ եք ձեր այսպես շեմը հաղթահարելու վրա, որ օբյեկտիվ իրականությունը չեք ուզում տեսնել, ինչ ասեմ, գնացեք օգնեք Նիկոլին։ Տիկին Զոհրաբյան, դուք քաղաքական ապահարզանի օրինակներից օրինակ բերեցիք Չալաբյանի եւ Միասնության թևերի, այո, ինչ որտեղ, բայց տեղի ունեցավ քաղաքական դաշտում նաև ամուսնության մի հատ հետաքրքիր ունիկալ օրինակ անպատկերացնելի, երբ որ ունեցանք տեղեկություններ, որ Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ համագործակցում է, Ստեփան Դեմիրճյանը մամուլում հերքել էր տեղեկությունը, ասել էր ես նման խոսակցություն չեմ ունեցել, եւ Լևոն Բաղդասարյանը, որը ԴՕԿ կուսակցության նախընտրական շտաբի պետն է եւ փաստաբանը, 24 ժամ ժամանակ է տվել Ստեփան Դեմիրճյանին հաստատելու իրենց համագործակցությունը, հակառակ դեպքում սպառնացել է, որ այնպիսի տեղեկություններ նրա հետ կապված կհայտնի, որ կխայտարակվի եւ բան կլինի։ Այս միության հետ կապված ինչ կասեք, ձեր համար էլ էր այդ այնքան անպատկերացնեմ, որ ասեն Անդրեա Բոչելին ու Սպիտակցի Հայկոն կամ Թաթուլը իրար հետ երգ են երգելու, ասենք Պլասիդո Դոմինգոն ու բանը։ Չգիտեմ Սպիտակցի Հայկոնովա, Դոմինգոին գիտեմ, այնքան աբսուրդ է մեր քաղաքական իրականությունը, որ երբ որ ես կարդացի, որ Ստեփան Դեմիրճյան, մի հատ պատկերացրեք Ստեփան Դեմիրճյան, այդ ընտանիքը եւ ԴՕԿ, Ստեփան Դեմիրճյան ԴՕԿ, եւ երբ որ կարդացի ԴՕԳ-ի փաստաբանի սպառնալիքը, որ իդեպ 24 ժամը մի քանի ժամից լռանում է, ուրեմն կամ հաստատի կամ անկեղծորեն խոստովանի, բայց ես կարդացի նաեւ, որ Պարույր Հայրիկյանն է կարծես թե այդ ֆորմատի հետ համագործակցել, գիտեք, այնքան իջացրած է քաղաքական նշաձողը մեր երկրում, որ ես ասում եմ, այստեղ գալուց առաջ առավոտյան մտել եմ Սուրբ Աննա եւ այս այլանդակությունները տեսնելուց հետո մոմ եմ վառել, որ ինչ լավ է, ես ճիշտ որոշում եմ կայացրել եւ այս քաղաքական պորնոգրաֆիային, այս մանդատի համար սեփական դեմքը կորցնելուն մարդիկ մեջ գցել, որ չերեզներով գնան Սամվել Կարապետյանի մոտ քո համար բարեխոսեն, որ դու հայտնվես այդ ցուցակում, ինչ լավ է, որ ես նողկալի, այս ցածրակարգ, այս պլինդուզի շրիշակի տակի նողկալի պրոցեսներին չեմ մասնակցում, սա շատ ամոթալի է եւ դրա համար պետք չի մեղադրել հասարակությանը, որի շատ զգալի հատվածը ասում է, որ ես որևէ մեկին չեմ ընտրելու, որտեվ բոլորը իրար արժեք։ Պարզ է։
Եվ կուզենայի ձեր թույլտվությամբ, որտեվ 2 օր առաջ հրապարակվեց բրիտանական էկոնոմիստի ուրեմն տվյալները, հա, ժողովրդավարության, ուրեմն չափաբաժնի ժողովրդավարության ինդեքսի մասին Հայաստանում, ցենց Նիկոլը ցենց Պուտինի երեսին շփացնում էր, չէ, ասում էր դե մենք կուզենանք, որ չգիտեմ ով լինի ցուցակում մեր Ցուցակում չէ, ասես ռուսական անձնագրով մարդկանց թույլ տվեք մասնակցել, ռուսական անձնագրով մարդկանց, գնաց Պուտինին ասեց նետ եւ մենք նայում ենք այնտեղ պրոարևմտյան թևերն ասում են Պուտինի պորտը տեղը դրեց, հասկանում եք, եւ ասեց դե Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք Հայաստանը ինչքան էլ ձեր համար երևի տարօրինակ լինի, ժողովրդավար երկիր է, հիմա թույլ տվեք նենց Պուտինի պորտը տեղը դրած Նիկոլի ժողովրդավարության վերաբերյալ ներկայացնեմ ընդամենը օրեր առաջ բրիտանական էկոնոմիստի տվյալները Հայաստանում ժողովրդավարության մակարդակի մասին եւ այսպես ժողովրդավարության մակարդակով Հայաստանը շարունակում է մնալ 82-րդ տեղում, շարունակում է լինել, այո, բացարձակ չկա, շարունակում է լինել հիբրիդային ժողովրդավարության երկիր, այսինքն որտեղ ավտորիտարիզմը մեծ չափաբաժին ունի եւ ուրեմն այսպես ասենք սյուրպրիզը բրիտանական էկոնոմիստը արձանագրում է, որ կառավարությունը Հայաստանի գերկենտրոնացած լիազորություններ ունի, Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խոսքի ազատությունը, ապօրինի հետապնդում է ընդդիմադիր համայնքապետերի եւ ուրեմն Հայաստանի կառավարությունը հրաժարվում է հետաքննել ոստիկանների ապօրինությունները։ Հիմա եթե Պուտինի պորտը տեղը դրած Նիկոլի ասելով սա է ժողովրդավարություն, ուրեմն ինչ ասեմ, մենք ֆուլ ժողովրդավար ենք, որը չի կարողացել չարձանագրի նաև այն ուժային, այն աշխարհաքաղաքական կենտրոնի էկոնոմիստը, որի պատրոնաժի, որի ոսկե հովանու տակ է գտնվում այս ռեժիմը, որովհետև հիշում եք Վենսը արդեն սեպտեմբերին Նիկոլին հրավիրել է Միացյալ Նահանգներ, բաց տեքստով ասեց, որ պիտի ընտրվի Նիկոլը, դե կայակալասների մասին չասեմ։ Երբ որ Վենսն է ասում, դա ասում է դե նորմալ է, իր կարծիքն է հայտնում, երբ որ Պուտինն է ասում, հələ դրան նայ մեր ներքին գործերին է փորձում, մենք սուվերեն ինքնիշխան պետությունն ենք։ Ամենաաբսուրդը նույն Վենսի մասով, երբ որ Վենսը եկավ այստեղ, արդեն որպես կայացած փաստ սեպտեմբերին Նիկոլին հրավիրեց Վաշինգտոն եւ ասեց, որ Միացյալ Նահանգների համար անչափ կարևոր է Նիկոլի վերընտրությունը, Եվրոպական միության բոլոր լիդերները շնորհավորեցին Նիկոլին եւ շնորհակալություն հայտնեցին Վենսին, բայց որ նույն Վենսը, նույն տղան, նույն մարդը, նույն Ջի Վենսը գնաց Հունգարիա եւ իր աջակցությունը հայտնեց Օրբանին, նույն կայակալասներով, նույն ԵՄ լիդերներով ասեցին դու ով ես Վենս, որ քո քիթը խոթես ինքնիշխան Հունգարիայի գործերի մեջ, սա է, չէ, էսա եվրոպական երեսպաշտությունը, սենց որ չես հասկանում հետույքը որտեղ է, դեմքը որտեղ է, որ ամեն ինչը խառնվել է իրար։ Ասում եք ժողովրդավարություն, բայց Ալեն Սիմոնյանը ասեց բանը, մենք այնքան հանրության հետ այնքան բաց ենք, որ ինձ տաքսու վարորդը ավտոյի միջից ասում է ախպերս բարև, Արարատ Միրզոյանին մոտենում են հետո աշխարհաքաղաքական քննարկումներ են ունենում, մարդը իր ռենտգենը տալիս է Անահիտ Ավանեսյանին, առողջապահության նախարարին, իրար հետ քննարկում են, մենք էլ օվերդոզի շրջանակներում քննարկում ենք, որ լավա մեզի անալիզները չեն տան, ու դա է համարվում ժողովրդավարությունը, հասկանում եք, երբ որ հասանելի են իրենք։ Գիտեք, ես մինչև հիմա լինելով Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, մարդու իրավունքների եվրոպական կառույցներում 15 տարի առաջ անընդմեջ աշխատած պատգամավոր, բացարձակապես այլ կարծիք ունեի։ Իմ կարծիքով ժողովրդավարությունը ոչ թե այն էր, որ Ալեն Միրզոյանը իր մեզի անալիզը կամ ռենտգենը քննարկեր առողջապահության նախարարի հետ, այլ իմ կարծիքով ժողովրդավարությունը այն է, որ քո երկրում քաղաքական բանտարկյալներ չլինեն, որ սրբազաններ կալանավորված չլինեն։ Ժողովրդավարությունը այն է, որ ընդամենը եկեղեցում աղոթք անելու համար եւ Նիկոլի թիկնապահի արմունկից գլխի փակ գանգուղեղային տրավմա ստացած երեխան Նայիրի կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում չլիներ եւ ընդհանրապես չտարվեր ուրեմն ձերբակալության։ Ժողովրդավարությունը այն է, որ լրատվամիջոցների հանդեպ հարյուրներով
քրեական գործեր հարուցված չլինեին։ Ժողովրդավարությունը իմ կարծիքով մշտապես եղել է այն, որ քաղաքական ընդդիմախոսները բերթերում լցված չլինեին, համայնքապետերը բերթերում լցված չլինեին, Ստատուսով միած ստատուս չգրեր Փաշինյանը, վրաս գնային խուզարկություններ, այո, միած ստատուսի համար անչափահաս երեխա ունեցող 32-ամյա կնոջը չտանեին, չհասցնեին, ես չգիտեմ, Կոտայքի մարզի որևէ ուրեմն քնչական վարչություն։ Հա, հասկանում եք, սա է ժողովրդավարությունը, ոչ թե այն, որ Արարատ Միրզոյանը իր ռենգենը քննարկել է, ռենգենի նկարը քննարկել է Անահիտ Ավանեսյանի մեջ, մի հատ տաքսու շոֆերել Ալեն Սիմոնյանին պատուհանից ասել է բարև աղբեր։ Եթե ժողովրդավարության չափորոշիչները փոխվել են, ուրեմն այդ չափորոշիչների, ինչ ասեմ, ես տեղյակ չեմ այդ լրջագույն ռազմավարական փոփոխություններին։ Դուք ասացիք, որ արդեն արձանագրվում են միջազգային կառույցները, որ ընդդիմադիր բաների համայնքապետերի նկատմամբ կա հետապնդում եւ ձերբակալություններ, հանիրավի գործերի, ապօրինի գործերի հարուցում։ Արուշ Արուշանյանի օրինակն է շատ հետաքրքիր։ Արուշանյանը տարբեր իրավիճակներում այսպես աղմուկ է իր շուրջ ստեղծում, իր պահվածքը մի անգամ Աննա Հակոբյանին դիմավորել է, վերջերս Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին էր մասնակցում, որը նույնպես աղմուկի տեղիք տվեց, ու այս ֆոնի վրա, երբ որ առջև ընտրություններ են, մեկ էլ տեսնում ենք, որ Արուշանյանի հետ կապված գործը ինչ որ sense նոր փոփոխություններ է ստանում, նորից ուղարկել են հակակոռուպցիոն, նորից վերաքննելու գործը, իր ազատազրկման հարցը բանանելու, ինչ խաղեր են։ Տեսեք, երբ որ ինչ որ մի պահ Սյունիքի համայնքապետերին սարքեցին նժդեհ, ես ուզում եմ հիշեցնել, որ 18 թվականին, երբ որ ես առաջադրվել էի ռեյտինգայինով թեկնածու Սյունիքում, 18 թվականին, երբ որ քաղաքացիական պայմանագիրը առաջի անգամ մասնակցում էր համապետական ընտրության, այդ բոլոր քաղաքապետերին, այդ բոլոր հերոսական նժդեհներին, բոլորին, կրկնում եմ, բոլորին, ովքեր հետո Սյունյաց ողջունի ջահակիրներն էին, բոլորին հատ-հատ ես հանդիպել եմ եւ ընդամենը մեկ բան եմ ասել. չխանգարեք իմ քարոզարշավին եւ թույլ կտաք, որ ես շարունակեմ հանդիպել ընտրողներին։ Բոլորը ինձ ասել են, որ իրանք աշխատելու են ԿՊ-ի համար, բացարձակապես բոլորը, եւ միայն Սիսիանի քաղաքապետն ա եղել, որ աշխատելով ԿՊ-ի համար, այդուհանդերձ իմ քարոզարշավին չի խանգարել։ Հիմա թե դրանից հետո դրանք ինչպես հայտնվեցին ընդդիմադիր բլոկի ցուցակում, ինչպես դարձան խրոխտ ընդդիմադիրներ, հետո ոնց գնացին, ասենք այնտեղ տարբեր Աննային ծաղկեփնջերով դիմավորեցին, Նիկոլի կողքը վազվզեցին, ես ասում եմ, այդ բոլորին ես հանդիպել եմ 18 թվականին, Սիսիանի, Մեղրու, Քաջարանի, Գորիսի, բոլորին եւ բոլոր նրանք, ովքեր հետո Սյունյաց ողջույնի առաջամարտիկներն էին, աշխատել են ԿՊ-ի համար։ Հիմա շատ հանգիստ դարձ ի շրջանս յուրա։ Մենք ենք մեղավոր, որ այդ մարդկանց որոշները սարքել էին մերօրյա նժդեհներ։ Բարձա չեն եղել հերոսներ։ Իհարկե չեն եղել։ Բա հերոսը կասի Սյունյաց ողջույն, հետո կգնա ծաղկեփնջերով կդիմավորի, տենց հերոս տեսել եք։ Հա, Տիկին Զոհրաբյան, դուք նաև մամուլի դեմ ոտնձգություններից խոսեցիք։ Դուք Փաշինյանի հետ աշխատած լրագրողներից եք, շատ ակտիվ եւ հայտնի։ Փաշինյանը մեզ ասում է, մերօրյա լրագրողներին, որ պիտի ամեն ինչ անեք, որ ես լինեմ վարչապետ, նորից վերընտրվի, կկոտրվի, կաստիլով կդառնաք հաշմանդամ, 4 ժամ է տալիս, որ 4 ժամ հետո դուք ֆայլաբազարում կհայտնվեք։ Բայց ինքը ընդհանրապես ում իշխանության օրոք է լրագրող եղել։ Մի հատ կհիշացնենք, ինքը ֆայլաբազարում է եղել, երբ որ ուրիշ իշխանություն էր։ Էս ի՞նչ է խոսում, էս ինչ սպառնալիքներ են լրագրողների հասցեի։ Տեսեք, ընդհանրապես ես նկատել եմ, որ Նիկոլ Փաշինյանը ֆայլաբազարի հանդեպ ինչ որ տենց սրբազան ակնածանք ունի, որտեղ մենք մի լրագրող ունեինք, Վահագ Հովակիմյան, որը հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է, մեծն իրավաբան, Սոկրատ, Պլատոն, ես չգիտեմ, եւ այդ Վահագ Հովակիմյանին Նիկոլը պարբերաբար ասում էր, գնամ ֆայլաբազարից սվաղ չի բերեմ, քեզանից ավելին լավ նյութ կգրի։ Եվ հիմա, այո, եւ հիմա հարց Նիկոլ Փաշինյանին, հա, այդ նախկին իշխանության
ժամանակ, որ հիմա ասում է լրագրողներին, որ ես չեղա իշխանության, դուք սաղդ ֆայլաբազարում եք կլնել, ուրեմն պետք է արձանագրենք, որ նախկին իշխանությունը այնքան լիբերալ ա եղել, որ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր Նաիրա Զոհրաբյանը, ես է կարայի չէ, ֆայլաբազարում լնեի եւ ասենք չստիկ ծախեի, օրինակ, ուրեմն լիբերալ իշխանություն ա եղել, որ մենք հայկական ժամանակի լրագրողներս ֆայլաբազարում չենք եղել, պարզ հետևություն Նիկոլ Փաշինյանի արձանագրումից, որ ես չլնեմ, ասում է հիմա, դուք կամ կոտրված կստանաք, կամ հաշմանդամ կլնեք, կամ լավագույն դեպքում ֆայլաբազարում սվաղ կքսեք։ Դուք որ լրագրող եք Տիկին Զոհրաբյան, դուք կաշկանդված եք եղել ինչ որ մեկից, այսինքն դուք վախեցել եք ինչ որ բան մեկին ասեք, գրեք, ինչ որ հարց տակ։ Ես ձեր ժամանակ լրագրող չեմ եղել, երբ որ դուք եք լրագրող եղել, բայց ձեր սերնդակիցները, ձեր հետ աշխատած լրագրողները ինձ պատմել են, թե երբ որ դուք մտել եք ազգային ժողով, ոնց են ձեր շուրջը պտտվել падգամավորները կամ դուք ոնց եք հետապնդել իրենց ամենակամ, այսինքն դուք ինչ որ վախ եք ունեցել այն ժամանակ ու մեզ հիմա ասում են լեզուները տեսքան երկար Փաշինյանն է ձեր բերանը լեզու դրել, այսինքն նախկինում անլեզու պտտվում է։ Ուրեմն ես պնդում եմ որպես ողջ էգզեմպլար լավագույն լրագրողներից մեկի, երբ որ Նիկոլը ասում է, որ տենց նախկինների վաղ դուք չէիք կարա հարց տայիք, ես որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել, որևէ նախկին պաշտոնյայի հարց տալու, որևէ մեկից չեմ վախեցել, որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել, որևէ մեկի հասցեին, որևէ բան գրելու եւ ինչպես տեսնում եք, առ այս պահն էլ հաշմանդամ չեմ, քիթս չեն ջարդել, ոտքս ջարդված չի, ամեն ինչս էլ երկու ձեռք, երկու ոտք, ամեն ինչս էլ տեղում։ Կոնջորյանն էլ ասում է Շմայսը ձեզ ասում էր գլխատել ու բռնաբարել, ասում եմ ոչ մեկս փառք Աստծո, ոչ գլխատված են, ոչ բռնաբարված նաեւ։ Իսկ նաև։ խմբակցության ղեկավարը քարտուղարը ինչ էր ասում Էդգար Ղազարյանին, Լեզուն լեզուն կկտրել, կկտրեմ կամ այդ որ գեներալի վրա ջերմուկի իրանց էմոցիա է ազուտ, իրանց պորտկում է էմոցիա է, թքում են էմոցիա է, ամեն ինչը էմոցիա իրանց է։ էմոցիա է, նրանք գազաններ են, դե հասկանում եք, երբ որ փաստերը դնում ես իրար կողքի, այն որ ասում է ուղակի ասելու բան չկա պարզապես։ Մի դեպքի հետ կապված էլ կուզեմ քննարկենք, խոսենք, ուրեմն Անդրանիկ Քոչարյանը բանակում չծառայած որդու հետ կապված, երբ որ ասում են ձեր տղան չի ծառայել, ասում են իմ տղան բարձրակարգ տղա էր, դուք էլ տենց գիտելիքներ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի։ Երբ որ ես շրջում եմ Եռաբլուրում, շիրիմները տեսնում եմ, այդ ամեն տղայի կենսագրության հետևից գնում եմ, ուղղակի լույսի կտորներ են մեկը մեկից ու 99%-ը չեմ չափազանցնում, բոլորը գերազանց ավարտած, գերազանց սովորած, այն որ չգիտեմ, ազգի լավագույն ընտրյալ հատվածն է եղել այդ երեխեքի, որոնք գիտակցելով գնացել են, կռվել են։ Ու հիմա այս Անդրանիկ Քոչարյանի ասածը, գիտեք, Անդրանիկ Քոչարյանի ասածը դա սրբապղծություն էր։ Այդ հայտարարությունից հետո դրա մանդատը պետք է վերցնեին եւ դրան դուրս շպրտեին, բայց ինքը ինչ ասեմ, ինքը ներկայացրեց այս իշխանության վերաբերմունքը այն տղա բարձրակարգ տղաները Եռաբլուրում պարկած տղաներն են։ Բարձրակարգ տղաները 44 օրյայում իմանալով, որ իրանց թիկունքը այլևս հանձնված է, պաշտպանված չի, կռված տղաներն են եւ ասենք կանգնել, ասել բարձրակարգ, այսինքն բացահայտեց այս իշխանության իրական վերաբերմունքը զինվորի 18 տարեկան երեխայի հանդեպ, որ դուք 3-րդ, 4-րդ կարգի եք, իմ տղան բարձրակարգ է եւ սրանից հետո, եթե Անդրանիկ Քոչարյանը շարունակում է պաշտոնավարել, ուրեմն ես լեգիտիմ իրավունք ունեմ հայտարարելու, որ այս ռեժիմը ամբողջապես գտնում է, որ Եռաբլուրում պարկած լույս տղաները բարձրակարգ չէին, որ 44 օրյային ուրեմն կռված միջև վերջ դիրքը չզիջած տղաները բարձրակարգ չէին եւ բարձրակարգ են մենակ իրանք, որ ցանկացած տարբերակով մազապուրց փախել են բանակից։ Իդեպ ՊՆ-ն պարզաբանել էր Քոչարյանի տղայի հետ կապված մամուլում հանդիպեցի, որ իր որդին բանակից ազատվել է գիտությամբ զբաղվելու հիմքով, հետո առողջական հիմքով է փոխել, այսինքն տարկետումները այսպես տարբեր փոխելով առողջական, բայց այդ նույն Լևոն Քոչարյանն է, այսինքն Անդրանիկ Քոչարյանի որդին, ուրիշի հետ շփոթենք, այցելել է այդ ընթացքում տարբեր երկրներ, օրինակ Վրաստանում մասնակցել է ցույցերի, Պուտինի դեմ Stop Putin այդ ցույցին էր մասնակցում, այսինքն բանակ չեն կարա գնան, առողջական խնդիրներ ունեն, բայց ցույցերի կարան գնան։ Այո, Անդրանիկ Քոչարյանը
Ղուկասարյանի տղան, այո, պարզվում է նաև իր գյուղատնտեսության ինչ որ ջերմոցների վերաբերյալ շատ ակտուալ, շատ ռազմավարական, ուրեմն բարձրակարգ, ուրեմն գիտնական տղան, հետո որոշել է, որ ինքը հիվանդ է եւ այդ ուրեմն պայմանով է բանակից ազատվել, բայց հիվանդ վիճակում հասցրել է գնալ եւ Վրաստանում, Թիֆլիսում մասնակցել վրաց ընդդիմադիրների ցույցերին Stop Putin պաստառով, հասկանում եք, այսինքն դեզերտիրները, այո, շատ կարևոր, այո, ազգի համար, հայ ազգի համար գիտական, երևի իր գիտական թեզը եղել է Stop Putin-ը։ Ես այլ եզրակացություն չունեմ անելու եւ նորից չեմ ուզում կրկնել էլի, այս մարդու մասին ֆանտաստիկ ասել է Ռուբեն Հայրապետյանը, էլի։ Ինչ ասեմ։ Չասեմ։ Հիշեցի։ Ահա։ Տիկին Զոհրաբյան, 2024-ին կհիշեք մի հատ դեպք եղավ, ապրիլի 24-ին, երբ որ Աննա Հակոբյանը Արփիի հետ գնացել էր Ծիծեռնակաբերդ, այդ դրվագը շատ քննարկվեց, իր հայացքները եւ ԱԺԲ-ի ժողովրդավարական բևեռի անդամներից մեկը, տեսնելով բնականաբար Աննա Հակոբյանին ցեղասպանության հուշահամալիրում, երբ որ նոր էին ասել, որ ցեղասպանության այսպես հերքելու քայլեր էին արել, բնականաբար զոհերին էին ման։ Այո, ցուցակն էին ուզում կազմել զոհերի դեղան, ծննդականներն էին ուզում հանել մեջտեղ, մարդը չի դիմանում եւ Նիկոլ Դավաճանբան այսպիսի բաները, վանկարկումներ են ունենում։ Հիմա այդ գործերը այսպես քննվել են, արդեն մեկին մեղադրանքը առաջադրել են, հաստատել են եւ որոշել են այդ ատելության խոսքի հետ կապված է 1-ից 4 տարի ազատազրկում, բայց այս տղային դատապարտել են 300,000 դրամ բանով, տուգանքով։ Դուք որպես քաղաքական դաշտի այն գործիչներից, որին ահա որ շատ եւ վիրավորել են եւ կարմիր գծից դուրս բաներ են ասել, ձեր անչափահաս զավակին թիրախավորել են, չգիտեմ, ոչ բարոյական գծերից դուրս բաներ են արել, բայց ձեր հետ կապված ինչ որ մեկը չի եղել, որ այսպես տանի փեշով փող տա ձեր հասցեին վիրավորանքների համար։ Տեսեք, ես այն ժամանակ էդի ատելություն չէր, մենակ Աննա Հակոբյանի նկատմամբ ատելություն։ Ոչինչ չեմ մոռանում երբեք, բայց ես շատ համբերատար եմ դարձել եւ ես շատ լավ գիտեմ, որ բոլորի պատասխան տալու ժամանակը գալու է։ Թլիկ падգամավորուհին, ով օգտագործեմ Նիկոլի տերմինոլոգիան, ըստ օդում կախված լուրերի աշխատեցնում են ամենանողկալի, ամենասեռախեղված ֆեյքերից մեկը եւ ոչ միայն ինքը։ Այս իրենց այդ ֆեյքային ինդուստրիայի բոլոր առանձնակները, ես այդ ամբողջը այսպես դասավորել, տեսակավորել, պահել եմ, ընդհանրապես ես այն անձնավորությունն եմ, որ շատ համբերատար, սենց հանգիստ կարամ նստեմ, սպասեմ, երբ որ գալու է այդ տեսակների պատասխան տալու ժամանակը, միջև Եվրոպական դատարան հասնելու եմ, իհարկե ես Հայաստանի իրավապահ համակարգին դիմեցի եւ անգամ ասեցի, որ կան կասկածներ, որ այս այլանդակ սեռախեղված հայհոյանքները իմ հասցեին, իմ ընտանիքին, երեխայի, մահացած հոր հասցեին գրում են այս թլիկ падգամավորուհին եւ այս ոչ թլիկ ճպլ, ուրեմն Նիկոլականը։ Ինձ ասեցին, որ գիտեք, հնարավոր չի նույնականացնել, այդ ամբողջ ես ասել եմ ինձ գրավոր տվեք, այդ ամբողջը ես հավաքել եմ, այս բոլոր գործերը բնականաբար գնալու է Եվրոպական դատարան, հա, դե այդ ատելություն չէր։ Ես կրկնում եմ, ես դեմ եմ, որ ընդհանրապես ատելության խոսքի եւ բոլորը գիտեն, որ իմ սոցիալական հարթակում Աննայի երեխաների որևէ մեկի հասցեին որևէ սեռախեղված հայհոյանք ես ոչ միայն մաքրում եմ, այլև առավել համարներին անձնապես դիմում եմ մեսենջերով ձայնայելով, ասում եմ, գիտեք, ես ձեզ կհեռացնեմ իմ ընկերների շարքից, եթե դուք շարունակեք այս սեռախեղված կոլաժները դնել, բայց դա չի նշանակում, որովհետև եթե ես դա հանդուրժեմ, եթե ես խրախճանեմ, որ ասենք Աննայի աղջկան սեռախեղված հայհոյանք են գրում, այդ դեպքում ես ինչով եմ տարբերվելու Նիկոլա Սեգմենտի դիժվածքից, չէ, բայց դա չի նշանակում, որ այն ինչ որ արել են իմ հանդեպ, ես ընդհանրապես ոչինչ չեմ մոռանում, բայց ես շատ հիմա լինելով շատ էմոցիոնալ անձնավորություն, ես շատ համբերատար եմ դարձել, որտեղ ես շատ լավ գիտեմ, որ բումերանգի սալտոից որևէ մեկը չի խուսափելու։ Այո, ամփոփելով մեր այսօրվա անկեղծ հետաքրքիր զրույցը, Տիկին Զոհրաբյան, դուք ունեք ձեր բանաձևը ինչպես հաղթել Փաշինյանին։ Շատ պարզ, օրակարգ դարձնել ոչ թե ամեն գնով իշխանության գալը, թվում է թե շատ
շատ տրիվիալ բան եմ ասելու, բայց դա այդպես է, որովհետև ես չեմ տեսնում, որ Հականիկոլ Ճամբարի քաղաքական ուժերի կռիվը, որ Նիկոլը չլինի, ցավոք սրտի, ես երբեմն տպավորություն ունեմ, որ իրանք ասում են Նիկոլը նենց է ավիրել երկիրը, որ մենք չենք կարող վերցնել պատասխանատվություն, ավելի լավ է թող ինքը մնա, ինչ անելու է անի միջև վերջ շարունակի, մենք կլնենք ընդդիմություն, դա ամենաանշար գործն է, ու գործուղումների կգնանք, բարձր պրեմիաները կստանանք, բայց հերոսական ելույթներ կունենանք, ինչպես հաղթել Նիկոլին կամ ինչպես կասեցնել Հայաստանի պետականության անկումը, օրակարգ սարքել ոչ թե ուրեմն ցանկացած գնով, ուրեմն մանդատ պրճոկելը, այլ տեսնել ինչ ռեալ դաշինքներով է հնարավոր եւ ինչ ճանապարհային քարտեզով է հնարավոր այս աղետը կասեցնել մի կողմ դնելով միմյանց հանդեպ ունեցած այս ինչ ասեմ մեղմ բառ ասեմ, հա, մեղմ հակակրանքը, եթե դա չի արվում, եթե մենք տեսնում ենք որ ընդդիմադիր դաշտում ասում է ավելի լավ է Նիկոլը մնա քան սա ալնի, ուրեմն ավելի լավ է Նիկոլը մնա քան սա ալնի բանաձևը բերելու է նրան, որ տեղի է ունենալու վատ թարագույնը։ Հունիսի 8-ին մենք զարթնելու ենք կրկին Նիկոլի Հայաստանում, որի անունը լինելու է Հայաստանի 4-րդ թրքապետական հանրապետություն։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար Տիկին Զորաբյան, ես հիշեցնեմ, որ իմ հյուրը քաղաքական հանրային գործիչ Նաիրա Զորաբյանն էր, մենք կհանդիպենք մյուս շաբաթ, ցտեսություն։